Դեկտեմբերի 18-ին ադրբեջանական նավթամթերքի առաջին խմբաքանակն է արտահանվելու Հայաստան։ Այդ մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Սիվնեթի հետ զրույցում հաստատեց լուրի իսկությունը, սակայն հստակ ժամկետներ չնշեց։ Մեր ունեցած տեղեկությամբ ամեն ինչ պատրաստ է Հայաստան ուղարկելու համար, ասաց Պապոյանը։ Խոսքը 22 վագոն AI-95 տեսակի բենզինի մասին է, որ ադրբեջանական պետական նավթային ընկերության Սոկարի արտադրանքն է։ Ադրբեջանական մեդիան նշում է, որ այդ գործարքը բացառապես առևտրային նպատակ է հետապնդում եւ բենզին էլ կվաճառվի շուկայական գներով։ Երևանի եւ Բաքվի միջև նավթամթերքի շուրջ քննարկումներ ընթացել են Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաևի միջև, որոնց պատվիրակությունները նոյեմբերի 28-ին հանդիպել են Գաբալայում։ Կողմերի միջև նման քննարկման մասին առաջինը հայտնեց Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը Դոհա ֆորումի ժամանակ իր գործընկեր Արմեն Գրիգորյանի հետ ընդհանուր պանելի ժամանակ։ Նավթամթերքն ուղարկվելու է ղազախական ցորենի նմանությամբ Վրաստանի տարածքով։ Պաշտոնական Թբիլիսին որպես բարի կամքի դրսևորում պատրաստակամություն է հայտնել տուրքեր չգանձել Հայաստան ուղղվելիք նավթամթերքի առաջին խմբաքանակից։ Թբիլիսիի այդ քայլը ուշագրավ էր ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի, այլև Բաքու-Թբիլիսի լարվածության համատեքստում։ Նրանց միջև լարվածություն է առաջացել ադրբեջանական ապրանքների տարանցման սակագների հետ կապված։